Ինչու է 8 միլիարդով աճել Հայաստանի արտաքին պարտքը, Փաշինյանի պարզաբանումը խորհրդարանի ամբիոնից բյուջե 2026-ի եզրափակիչ ելույթում։ Ժամկետանց դեղեր զորամասերի բուժկետերում, ընդդիմությունը բանակի բացթողումների, պաշտպանության նախարարն էլ անվտանգային ճարտարապետության մասին։ Լարված մթնոլորտ բորբոքված կրքեր, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննել է հեծին լիցենզիայից զրկելու հարցը։ 20 թուրք զինվորականի մարմինները գտել են, որն է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը։ Արգրավված 400 կիլոգրամ թմրանյութ, թիրախում խոշոր շնաձկներն են, նրանց որսում են հենց սահմանային անցակետերում։ Մի ամբողջ կյանք տնակում, ինչպես են ապրում, ինչ երազում Վանաձորի տնակային ավանի մոտ 1600 բնակիչները։ Կալանքի որոշում անտիֆեյքի հիմնադիրների նկատմամբ, նրանց ձերբակալել են խորհրդարանի խոսնակի հաղորդումով։ Ղազախական ցորենում վտանգավոր օրգանիզմներ չեն հայտնաբերվել, սննդի տեսուչները փորձաքննել են հացահատիկը։ Հայկական բացառիկ հուշարձան Ուկրաինայում հայտնաբերել են վարպետ Հակոբի 414 տարի առաջ կառուցած աղբյուրը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Կառավարության ծրագրում կա մեկ բարձրագույն վսեմագույն առաքելություն եւ դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով խաղաղությունը այն է, որ Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով եւ բերվել է ցորեն, որ 1 տարի 8 ամիս սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում եւ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն չի լսվում։ Փաշինյանը նաեւ խոսել է Հայաստանի արտաքին պարտքից, պարզաբանել, թե ինչու է այն աճել։ Ասում են 8 միլիարդ պարտքը արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք արել։ Պարտքով ենք զենք արել։ Այո, պարտքով ենք զենք արել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Որը ինչ արժի։ Բաքվում Արցախի ղեկավարների դեմ դատական ֆարսը մոտենում է վերջնագծին, Ադրբեջանի դատախազը պահանջել է ՑՄ ազատազրկում Արայիկ Հարությունյանի եւ Դավիթ Բաբայանի համար։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ մյուս տարեցգերիների համար նա պահանջել է 20 տարվա ազատազրկում, իսկ մնացածների համար 16-ից 19 տարվա ազատազրկում։ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք տերմինն է օգտագործել, ասել, որ միջանցքի բացումը օգուտ կբերի կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին։ Ալիևը նաև գլուխ է գովել, նշել, թե ժամանակակից երթուղային ենթակառուցվածքները, առևտրային նավատորմը, Ալատ միջազգային առևտրային նավահանգիստը, որի հզորությունը շուտով կհասնի 25 միլիոն տոննայի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ երկրի 9 միջազգային օդանավակայանները ամրապնդում են Ադրբեջանի դերը որպես համաշխարհային երթուղային եւ լոգիստիկ կենտրոն։ Եթե 2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ, ապա այս տարի դրանք եղել են 667 միլիարդ։ Խորհրդարանում այսօր պաշտպանության նախարարն է ասել, նշել, որ կարողացել են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին օրինակ զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Պապիկյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղությունները։ Ընդդիմադիրներն էլ բարձրաձայնել են բանակի բացթողումների մասին, ասել, թե որոշ զորամասերի բուժկետերում ժամկետանց դեղեր կան։ Պաշտպանության նախարարությունն ըստ այդ գերատեսչության ղեկավարի շարունակում է կահավորել բանակային դիրքերը նոր ու գերժամանակակից սարքավորումներով։ Դա ըստ Սուրեն Պապիկյանի ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը, բարձրացնելով պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։ Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։
Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացման ուղղված աշխատանքները։ 2022-ին Հայաստանի զինված ուժերը տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ կնքել են մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր։ Հետագայում ըստ Պապիկյանի եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը դարձել է 171 միլիարդ դրամ։ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Զինծառայողների սոցիալական վիճակի մասին այսօր ըստ Պապիկյանի պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470,000 դրամ հավելյալ աշխատավարձ։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում։ Ընդդիմադիրները սակայն ֆիքսել են, թե ինչ բացեր կան զինված ուժերում եւ որոնք են թերացումները։ Գեղամ Մանուկյանը վերջերս զորացրված երիտասարդներից է լսել։ Զորամասերի բուժկետեր կան, որոնք ժամկետանց դեղեր են պահում։ Ֆելչեր են եղել զինված ուժերում, որոնք հենց գետնի վրա են շփվել։ Տեսել մի ամիս մնացած ժամկետանց դեղերը։ Տեսել չաշխատող շտաբօգնության են բուխանկեքը, որով զինվորին պետք է օրինակ հոսպիտալ տեղափոխել։ Ինչու իշխանությունները միանգամից տարփողեցին, թե տեսեք, զինված ուժերի բյուջեն է կրճատվում։ Հարց է տալիս ընդդիմադիր падգամավորը։ Ուժային մյուս կառույցներում բյուջեի կրճատումներ եղան։ Ինչու չկար այդ ողջավորությունը։ Որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ էր, որտեղ այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն է, որ մենք կուճրտելու ենք, մենք բյուջեն բանակի կրճատում ենք։ Ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային եւ այլ ոչ բարեկամ երկրների։ Իշխանությունն ըստ падգամավորի հաճախակի է հայտարարում, թե եկեք տանենք ցույց տանք, թե ինչ սպառազինություն կա Հայաստանի զինված ուժերում։ Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե չի կարելի գաղտնի պաշտպանական շրջաններ այցելել։ Այդ ինչպես է ստացվում, որ 50 հոգանոց խմբեր են հայտնվում հենց այդ գաղտնի տեղանքներում։ Վերջինը մի քանի օր առաջ Ադրբեջանի բանակի ազգային հերոսա խոսում մտած թունելներով մանա գալիս ու ներկայացնում է, թե ինչ ինժեներական աշխատանքներ են եղել։ Շատ հաճախ իդեպ ադրբեջանցիները այդ ամբողջ Արցախի առաջնագծի պաշտպանական համակարգը շատ հաճախ կոչում են Օանյանի պաշտպանական գիծ։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, թե 30 պայմանագրային զինծառայողներ 700,000 դրամ են ստանում։ Շատերն են ցանկանում բարձր աշխատավարձ ստանալ, բայց չեն կարողանում ատեստավորվել։ Բազմաթիվ պատճառներ կան։ Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների նամակներն ու գրությունները կարող եմ ուղարկել, որոնք նույն մարտական հերթապահություն իրականացնում են ոչ բարձր աշխատավարձով։ Ու ունեն բազմաթիվ պատճառներ, որ չեն կարողանալու այդ ատեստացիան անցնել։ Կառավարությունը հիմա զինված ուժերի համար որդեգրել է մի քաղաքականություն, նպատակ դնելով ստեղծել ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ։ Ըստ Գեղամ Մանուկյանի, աշխարհում բանակներն են լինում մարտունակ, պաշտպանունակ պետք է լինեն պետությունները, որ ցանկացած վտանգի դեպքում ամբողջ պետական համակարգը դիմակայի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր քննել է հեծին լիցենզիայից զրկելու հարցը, նիստն անցել է լարված մթնոլորտում տևեր ժամեր շարունակ, բայց այդպես էլ քվեարկություն չի եղել։ Հանձնաժողովը նիստի աշխատանքը կշարունակի վաղը, բոլոր մանրամասները տեսանյութում։ Էլեկտրական ցանցերի էներգիայի բաշխման լիցենզիան կասեցնելու օրակարգով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը դեռ չէր սկսվել։ Դահլիճում էին Տաշիր կապիտալի ներկայացուցիչները։ Հայաստանի Էլ-ցանցն այս ընկերության սեփականությունն է։ Գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը զարմացել ու զայրացել է։ Հայցի կողմն իրենք են, ինչու է հանձնաժողովը կենտրոնական սեղանին շարել կառավարության կողմից ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի աշխատակազմի անվանական ցուցանակները։ Այստեղ խնդիրը ոչ թե նստելու տեղի հետ է կապված, խնդիրը ավելի շատ իրավական է։ Մենք ենք միակ հանձնաժողովի կողմ։ Ձեզ ստիպեցին նախորդ դասը, այստեղ անմազգավներ կան, որոնք վարույթի հետ որպես այդպիսի կապ չունեն։ Դահլիճում իրավիճակը թեժանում է, նիստի նշանակված ժամից միայն 10 րոպե անց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանը հաջողեց ազդարարել աշխատանքների մեկնարկը։ Օրակարգը չէին հասցրել հաստատել, Տաշիր կապիտալը բացարկի միջնորդություն ներկայացրեց Մեսրոպյանին։ Հիշեցնում են, իր առջև նստած տարածքային կառավարման նախարարի ղեկավարության ներքո պաշտոն է զբաղեցրել
նախկինում մարզպետի պորտֆել ունեցել, կասկածում են Անաչառությանը։ Տաշիր կապիտալ փակ բարենետիրական ընկերությունը որպես ույն վարորդի մասնակից գտնում է, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչը միջնորդության հիմնավորումների շարքը դեռ երկար կշարունակի։ Հանձնաժողովն էլ կլսի ու մեկ էլ Մեսրոպյանը կհայտարարի, թե գնում են ընդմիջման, որ հանձնաժողովականներն իրենց որոշումն ընդունեն։ Մինչև այդ լրագրողների հարցերը Ռոմանոս Պետրոսյանին են ուղղված։ Իշխանության գալուց հետո ինչու միայն հիմա 7 տարի անց նկատեցին էլեկտրական ցանցերի խնդիրները։ Պետրոսյանը մեղադրանքի սլաքներն ուղղում է դեպի պետական հանձնաժողովի նախորդ ղեկավարը։ Նախորդ շրջափուլի գործնեության համար թիվ 1 պատասխանատու անձը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ դա եւս ահազանգ էր, նաեւ ցուցիչ էր, որ ՀՑԿ-հն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն։ 30 րոպեն լրացավ հանձնաժողովականները Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ վերադարձան դահլիճ, բացարկի քվեարկության պահն է, կողմ չկա, 4 ձեռք լռության մեջ վեր է պարզվում միայն մի քանի վայրկյան անց։ Կողմ չկա, ովքեր են դեմ բացարկի միջնորդություն ընդունելու։ Այսպես հանձնաժողովը հասնում է բուն օրակարգին, ամբիոնի մոտ կառույցի պաշտոնյան է, ում էլ վստահել են հետ լիցենզիայի կասեցման նախագծի ներկայացումը, 6 պատճառ է առանձնացրել ու թվարկում։ Ակներև է, որ ընկերության դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը եղել է համակարգված եւ համատարած։ Եվս 2 ժամ այս դահլիճում քննարկումներն էլեկտրիկ կլինեն, այնպես ինչպես մթնոլորտը, իսկ հանձնաժողովը օրակարգը չի սպառի, շարունակությունը վաղն է։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ 20 թուրք զինվորականի մարմինները գտել են, որն է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը։ Արգրավված 400 կիլոգրամ թմրանյութ, թիրախում խոշոր շնաձկներն են, նրանց որսում են հենց սահմանային անցակետերում։ Մի ամբողջ կյանք տնակում, ինչպես են ապրում, ինչ երազում Վանաձորի տնակային ավանի մոտ 1600 բնակիչները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Թուրքիայի փորձագետները ուսումնասիրում են վարկածը, ըստ որի Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել, գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Էրդողանի աշխատակազմը հայտարարել է, որ կործանման պատճառների հետաքննությունը կիրականացվի առանձնահատուկ մանրամասնությամբ։ Հայտնաբերվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 20 անձանց մարմինները, սև արկղը արդեն Անկարայում է հետաքննության համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ինքնաթիռում զենք զինամթերք չի եղել, անձնակազմից բացի եղել են թուրքական F-16 ռազմական օդանավերը սպասարկող 10 զինվորական, հաստատել, որ նրանք վերադառնում էին Բաքվի ռազմական շքերթից։ Եվրամիության հետ սկսել էինք վիզաների ազատականացման երկխոսությունը եւ նոյեմբերի 5-ին արդեն հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, խորհրդարանում ասել է ներքին գործերի նախարարը։ Նրա խոսքով ոլորտային բարեփոխումների օրակարգը ամբողջովին արտացոլված է գործողությունների ծրագրում։ Մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են 74 կետերում, արդեն իսկ իրականացվում են կառավարության կողմից, որոշները ունեն համապատասխան ընթացք։ Դրանցից կարևորը թերևս փաստաթղթերի անվտանգությունն է։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակին կտեսնեք արդեն բիոմետրիկ համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում եւ մեր քաղաքացիները ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Մեկ տարվա մեջ 400 կիլոգրամ թմրանյութ են արգրավել իրավապահները, օդանավակայանում թե ցամաքային ածնահմանային հսկողությունը ուժեղացվել է, մեկը մյուսի հետևից փակվում են նաև թմրանյութի վաճառքով զբաղվող սոցիալական էջերը։ Ոստիկանությունը խոշորների որս է սկսել, որոնք մարդու հոգեկանի վրա ազդող ամենավտանգավոր թմրանյութերի վաճառքով են զբաղված։
Եթե գրանցված եք սոցիալական ցանցերում, վստահաբար վերջին տարիներին հանդիպած կլինեք անհասկանալի գովազդային էջերի, որոնցում կան հղումներ դեպի տելեգրամյան կասկածելի ալիքներ։ Այդ հղումներով գնալու դեպքում հայտնվում եք տելեգրամյան խանութներում, որտեղ վաճառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Տարիներ շարունակ այս բիզնեսը Հայաստանում իրեն չափազանց ազատ էր զգում այն պարզ պատճառով, որ բիզնեսը նախաձեռնողներին գտնելն էր շատ բարդ։ Տելեգրամը չէր համագործակցում իրավապահների հետ։ Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է։ Բացահայտվել է եւ ապակվել է տելեգրամյան ավելացում գրանցված թմրամիջոցների ապոնի իրացման զբաղվող թվով մոտ 3 տասնյակ էջեր, այս ուղղությամբ նորից աշխատանքները ակտիվ իրականացվում է ծառայողների կողմից։ Իրականացվում է համապատասխան միջոցառումներ էջի օգտատիրոջը հայտնաբերելու եւ մյուս ճյուղերը բացահայտելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունում այս ուղղությամբ արդյունավետ աշխատանքի նպատակով ստեղծվել է հատուկ բաժին, որն ըստ էության որսում է թվային դաշտում թմրամիջոցների տարածումով զբաղվող խմբերին։ Արդյունքում ավանդական թմրավաճառ տելեգրամյան ալիքներն ու սոցիալական էջերը տեսադաշտից կորել են։ Այս տարի նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի թմրանյութ են իրավապահներն առգրավել շրջանառությունից՝ 400 կիլոգրամ, նախորդ տարվա 200 կիլոգրամի փոխարեն։ Հայաստանում թմրանյութերի տարածումն է ավելացել, թե աշխատանքն է դարձել ավելի արդյունավետ։ Մատակարարը իրականացնել ավելի ճիշտ աշխատանք մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը, որ կնպաստի հանրապետության ներսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցմանը։ Այսինքն սա հիմնական խնդիր է դրվել մեր առջև, որպեսզի կասեցնենք սահմանից ապօրինի մուտք գործող թմրամիջոցները։ Այսինքն խնդիրը սահմանին մեծ շնաձկներն են։ Եթե նրանց դեմ պայքարը լինի արդյունավետ, երկրի ներսում քիչ թմրամիջոց կմնա փոքր ձկների տարածելու համար։ Ավանդական ուղղությունը ըստ միջազգային տեղեկատվական հարթակների աֆղանականն է։ Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանը գերակա դիրք է զբաղեցնում ոչ միայն հերոինի, այլև մեթամֆետամինի սև շուկայում։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի միջոցով Հայաստան տեղափոխվող սինթետիկ հիմնական թմրամիջոցը հանդիսանում է մեթամֆետամինը։ Վերջերս նկատելի է նաև մեկ այլ հոգեխթանիչի տարածում, խոսքը վերաբերվում է այսպես կոչված ալֆա-PVP-ին։ Այս վերջինը չափազանց վտանգավոր սինթետիկ թմրամիջոց է, որը բավականին տարածված է Ռուսաստանի Դաշնությունում եւ լրջագույն ազդեցություն է սովորաբար ունենում օգտագործողների հոգեկան առողջության վրա։ Ալֆա-PVP-ի դեպքում իհարկե կախվածության համախտանիշ էլի շատ արագ է ձևավորվում, շատ արագ նաև հոգեբուժական խնդիրներ ենք մենք հանդիպում մեր պրակտիկայում։ Առաջանում առաջինը ընկալման եւ մտածողության ոլորտների խանգարումներ, հետագայում իհարկե առաջանում նաև մտածողության խանգարումներ, օրինակ մարդու մոտ կարան լինեն հետապնդման զառանցական մտքեր։ Կա ենթադրություն, որ թմրանյութերի քանակի նվազման հետ մեկտեղ երկրի ներսում կբարձրանան դրանց գները։ Ըստ այդմ, շատ ավելի քիչ մարդ կգնի եւ կօգտագործի այս չարիքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ 1600 անց դեռ շարունակում է ապրել տնակներում, որ 3 տասնամյակ առաջ Վանաձորում են տեղադրել։ Համայնքապետերը հերթով փոխվում են, տուն ստանալու խոստումները մնում են օդում։ Տնակում գոյություն պահողները պետությունից անտոկոս վարկեր են ուզում, որ տարածքը սեփականաշնորեն ապագայում քարե տուն ունենալու հույսով։ Վանաձորում տնակներում ապրող ընտանիքների թիվը գերազանցում է 500-ը, ինչը քաղաքի բնակչության մոտ 3%-ն է։ 3 տասնամյակից ավելի է մարդկանց տունը տնակն է։ Վանաձորցի միայնակ թոշակառու Օվսան Նասարյանն էլ երկար տարիներ է տնակում է ապրում ու հույս էլ չունի, որ փոփոխություն կլինի։ Ընտրություններին եկել են, համոզել են, որ լավ կլինի, ոչ մնը չեն արել, դրա համար հույսս կտրված, եւ պատմում են, որ իմ շարքը ընկնում է պետականաշնորհման տակ, որն է դելան։ Արա երկրորդ շարքն էլի բնակային ավանը։ Իսկ հիմա էտել ասում են ինչ-որ դադարեցված է։ Իրավապաշտպանի խոսքով այս մարդկանց կարգավիճակը տարիների ընթացքում որևէ կերպ չի փոխվել։ Նրանք դեռ մնում են տնակային ավանի բնակիչներ։ Այդ մարդկանց գերակշիռ մասը եղել են գործարանների աշխատողներ, իրանց տնակները օրձեռներով ստացել են գործարաններից, գործարաններ ունեցել են պարտավորություն, պետությունը օտարել է գործարանները, լուծարել է եւ այլն եւ այլն։ Խոսքը Վանաձորում դեռևս խորհրդային միության տարիներին քիմիական արտադրության, հաստոցաշինական եւ տարբեր ֆաբրիկաներում աշխատողների մասին է։ Վանաձորի համայնքապետարանից սակայն պնդում են հերթացուցակ անգամ չկա։ Խորհրդային միության փլուզումից հետո գործարանները փակվել ու օտարվել են, բնակարանների հերթերն էլ վաղուց մոռացվել։ Մինչդեռ Լոռու մարզպետը վերջերս կառավարությունում գրեթե կիսով չափ պակաս 300 տնակում բնակվողների մասին հայտարարեց։ Ավելին ասած, պետությունը նրանց նկատմամբ որևէ պարտավորություն չունի։ Վանաձորի համայնքապետարանը
կապետարանից հաստատում են չկան երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներ, որոնք ապրում են տնակներում։ Այժմ տնակներում ապրողները տարբեր համայնքներից, տարբեր ժամանակներում տեղափոխված մարդիկ են, որոնք տարբեր պատճառներով կորցրել են իրենց բնակարանը, տեղափոխվել են տնակներ, մտածելով, որ պետությունը կտա բնակարանները։ Հաշվառված ընտանիքներ, որոնց պետք է պետությունը բնակարանով ապահովի, ըստ համայնքապետարանի առայժմ չկա։ Կան ընտանիքներ, որ, չգիտեմ, ասենք ընտանիքի տատիկը կամ պապիկը այդ հերթացուցակում եղել են։ Իրանք արդեն գուցե եւ չկան, բայց ընտանիքը թորները, ծորները շարունակում են այդ նույն տեղում ապրել եւ ուզում են, որ այդ իրենց տատիկ պապիկի հերթը կամ ծնողի հերթը, որը տարիներ շարունակ արդեն անցել է, հիմա իրանց վերաբերի։ Այդտեղ խնդիրն է, որ եթե գործարանն է ունեցել իրան տվյալ քաղաքացու հանդեպ պարտավորություն, գործարանը իրավահաջորդ չունի եւ չկան արդեն։ Մենք առաջարկում էինք տնակների տարածքները տրամադրել բնակիչներին եւ անտոկոս վարկ ձևակերպել բնակարան կառուցելու նպատակով։ Սա ինչի համար է, որովհետեւ այդ քաղաքացին սովոր է, որ ինքը տնակում պետք է ապրի եւ ստանա պետությունից ինչ-որ բան։ Այստեղ խնդիր է առաջանում, որովհետեւ մարդը ծախում է իր տունը ու գալիս նորից մտնում է տնակ։ 2019 թվականից հետո նաև մեթոդաբանությունն է փոխվել։ Կառավարությունը գումար է հատկացրել կադաստրի կոմիտեին, որպեսզի քարտեզագրի ու հստակ տեղեկություն տա, թե ով ինչ գույք ու սեփականություն ունի։ Եվ տրամաբանական է ըստ իրավապաշտպանի, որ այդ հաշվարկման գործընթացը մինչև 2025 թվականը պետք է ավարտած լինեին։ Բոլոր տնակներում բնակվողների ցուցակները մենք համայնքապետարանը, այսինքն տվել է քաղաքաշինության կոմիտե, կառավարություն եւ բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պահպանվել են ցուցակագրելու կամ կարգավիճակ տալու կամ տեսնելու արդյոք այդ մարդկանց բնակարան ապագայում կհատկացվի թե չէ, ցուցակներով տրված են համապատասխան մարմիններին։ Վանաձորի, Գյումրիի ու Սպիտակի տնակային ավանները շարունակում են հիշեցնել, որ աղետի հետևանքները միայն ֆիզիկական չեն, դրանք դարձան նաև սոցիալական, պնդում է իրավապաշտպանը։ Ասում է, Վանաձորի տնակային ավանների խնդիրները ուսումնասիրած հանձնաժողովը նաև առաջարկել էր տնակների մի մասի բնակիչների համար ավարտին հասցնել 30 տարի առաջ կիսակառույց մնացած 10 շենքերը։ Ըստ հաշվարկների կպահանջվեր մոտ $6 միլիոն, բայց դա էլ չեն արել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Կալանքի որոշում անտիֆեյքի հիմնադիրների նկատմամբ նրանց ձերբակալել են խորհրդարանի խոսնակի հաղորդումով։ Ղազախական ցորենում վտանգավոր օրգանիզմներ չեն հայտնաբերվել, սննդի տեսուչները փորձաքննել են հացահատիկը։ Հայկական բացառիկ հուշարձան Ուկրաինայում հայտնաբերել են վարպետ Հակոբի 414 տարի առաջ կառուցած աղբյուրը։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը եւս մեկ օր է ապես չի փոխվի, ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերել են 414 տարեկան հայկական բացառիկ հուշարձան։ Յազլովեց գյուղում հետազոտողներն են պատահաբար գտել 1611 թվականին կառուցված հայկական ջրհորը։ Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների 17-րդ դարում ստեղծած բարդ հիդրավլիկ կառույց է։ Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ, լատիներեն եւ հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի եւ նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Ինքը աղբյուր է, ստորգետնյա երևի հետակայում է ստորգետնյա դարձել, այնտեղ մենք ծորանն էլ տեսնում ենք ջրով ծածկվել է, հետևաբար ինքը վերգետնյա է եղել, բայց տարերի ընթացքում այս վիճակում է հասել։ Հետաքրքիր է նաև դրանով, որ հավանաբար այս աղբյուրը Մինաս Բժշկյանցը ճանապարհորդություն Իլեհաստան իր գրքում հիշում է, որ հայերը եւ կառուցել են քաղաքի բերդը եւ նաեւ կառուցել են աղբյուր հայերեն արձանագրությամբ, այսինքն 1830 թվականին այս աղբյուրի մասին հիշադակություն կա Բժշկյանի մոտ։ Անշուշտ քաղաքը հայ բնակչությամբ մեծ քաղաք է եղել եւ նաեւ Սուրբ Աստվածային եկեղեցին է կառուցվել այն ժամանակ հենց քաղաքում։ Գնալ երազանքի հետևից եւ անպայման հաջողել մեդիա աշխարհի դռների բանալիները Pan-Armenian մեդիա դպրոցը արդեն հանձնել է շուրջ 1000 շրջանավարտի։ Հաջողության վկայականն են ստացել հոբելենական 20-րդ սերունդը։
Հեռուստատեսության աշխարհ մուտքի հաղթաթղթով ստեղծագործ մտքով արդեն ավելի համարձակ ու անկաշկանդ են մեդիա դաշտ մտնում Pan-Armenian մեդիա դպրոցի սաները։ Վստահ են ստացած գիտելիքով ու հմտություններով մեդիայի մոգական աշխարհում իրենց արժանի ու ուրույն տեղը կգտնեն։ Այսօր 20-րդ սերունդն է ավարտում իր փորձի ու բացահայտումների ճանապարհը, որ սկիզբ էր առել հեռուստաէկրաններին հայտնվելու երազանքից։ Ավելի շատ ցանկանում էին ստեղծել բեմի վրա, ինչպես նաև տեսախցիկի առաջ։ Սովորել եմ դերասանական արվեստ եւ հաղորդավարություն բաժինը, այստեղ բացի դրանից կա նաև այլ բաժիններ, դասընթացներ, որոնք ես այնքան գիտելիքներ կտան, որ հիմք կդառնան այդ ուղղությամբ շարունակելու։ Շատ կոմպլեքսներ ենք հաղթահարել, ազատվել է այդ բարդույթները խոսքի մեջ ու հիմա ավելի ազատ ու ինքնավստահ ենք դարձել։ Դպրոցն արդեն 10 տարի ուսանողներին տալիս է այն կախարդական բանալիները, որոնցով հնարավոր է դառնում բացել մեդիա դաշտի ամենատարբեր ոլորտների դռները, բացահայտել ստեղծագործական ներուժն ու կերտել սեփական պատմությունը։ Եղել են մի քանի առաջարկներ նկարահանվելու հենց TV-ում։ Հաջողություններ ունեցա, նկարահանվեցի մի սիթքոմներում եւ կարճ փոքր դրվագներում։ Այստեղ հնարավոր է ձեռք բերել մեդիա դաշտի բոլոր պահանջված մասնագիտությունները՝ հաղորդավարական աշխատանք, դերասանական արվեստ, լրագրություն, մոնտաժ, օպերատորություն, ռեժիսուրա եւ պրոդյուսերական գործ։ Ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ ուսանողը կարճ ժամանակում երազանքի մասնագիտությունն է ձեռք բերում, հաջողությամբ աշխատանք գտնում եւ դրսեւորվում մեդիա դաշտում։ Հաջողության տասնյակ պատմություններ այլևս իրականություն են, իսկ լավագույն ուսանողներն արդեն իրենց դասախոսների գործընկերներն են։ Այս 10 տարվա ընթացքում մեր ուսանողները բավականին տարածված են բոլոր մեդիա հարթակներում, Armenia TV-ում, YouTube-յան ալիքներում։ 20-րդ սերունդը տարբերվում է իր դերասանական արվեստի տենց բացահայտ շատ հետաքրքիր դեմքերով։ Յուրաքանչյուր սերունդ կարելի ասել ավելի ու ավելի լավն է դառնում եւ իրենք այստեղ դպրոցում են սկսում կատարելագործվել։ Armenia TV-ի գրեթե բոլոր բաժիններում լրատվականից մինչև սիթքոմներ աշխատում են մեդիա դպրոցի տասնյակ շրջանավարտներ։ Տասնամյակի ընթացքում դպրոցը կրթել ու ճանապարհել է շուրջ 1000 շրջանավարտ։ Pan-Armenian մեդիա դպրոցն այն բացառիկ վայրն է, որտեղ հեռուստադիտողից հեռուստադեմք դառնալու ճանապարհին երազանքից ընդամենը մեկ քայլ է բաժանում։ Հասցեն Armenia TV։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Միքայել Սրբազանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել, խնդրելով ճանաչել Սրբազանի անմեղությունը, միաժամանակ 3 ամսով երկարաձգվել է Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Վիճակագրական տվյալների համաձայն 2018 թվականին մինչև 250,000 դրամ աշխատավարձ ստացող անուսալի վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թիվը 47,000 էր։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ նրանց թիվը եռապատկվել է, հասնելով 136,511-ի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաաղտաբանական եւ մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասական օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Հետազոտվել են թունավոր տարրերը, ծանր մետաղները, պեստիցիդները, միկոտոքսինները եւ ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել։ Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են։ Արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։ Ռուսաստանը ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։ Մյուսները պետք է քննություններ անձնեն։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա տեղեկացրել է, որ ռուսերենի իմացությունը Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքները ճանաչելու հիմնարար պահանջ է։ Ռուսերենն ի դեպ Հայաստանում պաշտոնական լեզու չէ։ Անտիֆեյքի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նրանց մեղադրանք է ներկայացվել խուլիգանություն, հաղորդակցման միջոցների օգտագործման հոդվածով։ Խորհրդանի խոսնակն էր հաղորդում տվել իրավապահներին փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների ու սպառնալիքների վերաբերյալ։ Ալեն Սիմոնյանը պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ներողություն խնդրի։ Վիրավորանքի համար փոխհատուցի 2 միլիոն դրամ եւ որպես դատական ծախսերի փոխհատուցում վճարի 530,000 դրամ։
Ուսուցիչները, նաև ուսուցիչ չաշխատողները կամավոր ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների անփոթաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում։ Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը կարող է ներկայացվել տեղեկատվական համակարգի միջոցով։ Ուսուցիչները կարող են տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթիկի էջ, համոզվելու համար, որ քննական անփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին։ ԿԳՄՍ-ն հայտնում է, որ էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթ կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 15 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 16-ից 19, Լոռիում 15-ից 17, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 19 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 24, Սյունիքի նախալեռներում 16-ից 19 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 16-ից 18, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։